մեղադրյալներն են ինչպես տեսնում պաշտպանով ապահոված են, այդպես է։ Այո, հագեդատան առաջարկում եմ շարունակենք, որովհետև խափանջոցի հարց պետք է քննարկենք, մինչև պաշտպանները կհասնեն։ Կա առարկություն մեղադրանքի կողմից։ Խնդրեմ ներկայացրեք, հարգելի Շնորհակալություն պատվարժան դատարան, սկզբից ներկայացնեմ մեղադրյալ Վահագն Չախալյանի խափանմիջոցի վերաբերյալ մեղադրանքի կողմի դիրքորոշումը, ուրեմն նախորդ որոշմամբ եւ դատարանը մեղադրյալ Վահագն Չախալյանի վերաբերյալ ընտրված խափանմիջոցի կալանքի հարցը քննարկել է որպես իրավաչափության հիմք, որպես իրավաչափության պայման հիմք խափանմիջոցի համար պատվարժան դատարանը ըստ էության արձանագրել է որ դեռևս շարունակում է հարկա լինել տվյալ իրավաչափության պայմանը մասնավորապես վարույթին խոչընդոտելու հավանականությունը։ Հաջորդիվ եւ 3 ամսով ըստ էության երկարացնել է։ Հաջորդիվ պատվարժան դատարան անցող 3 ամիսների ընթացքում ըստ էության մինչ այս պահը մեղադրանքի կողմին հայտնի չեն եղել եւ չեն ներկայացվել իրավաչափության պայմանի այնպիսի փոփոխություններ, այնպիսի փաստահեն իրավահեն հանգամանքներ, փաստեր, որոնք հնարավորություն կտային դիրքորոշում ներկայացնելու խափանմիջոցի փոփոխության վերաբերյալ։ Եվ ըստ այդմ պատվարժան դատարան մեղադրանքի կողմը գտնում է, որ քանի որ իրավաչափության պայմանի փոփոխության վերաբերյալ որևէ տվյալ առնվազն մինչ այս պահը չի ներկայացվել, գտնում ենք, որ առկա է ընտրված խափանմիջոցի պահպանման անհրաժեշտություն եւ դրա երկարացման անհրաժեշտություն։ Առավելագույն ժամկետով։ Միևնույն ժամանակ պատվարժան դատարան ցանկանում է դատարանի եւ դատավարության մասնակիցների ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա, նշել հետեւյալը. ամեն դեպքում, եթե հաջորդիվ պաշտպանական կողմը կներկայացնի այնպիսի հանգամանքներ, այնպիսի փաստեր, որոնք կվկայեն մեղադրյալ Վահագն Չախալյանի նկատմամբ տրված խափանմիջոցի իրավաչափության պայմանների փոփոխության մասին եւ որը դատարանի համար ըստ էության ընդունելի կլինի, որ իրավաչափության պայմանները ըստ էության ենթարկվել են փոփոխության նվազման առումով եւ դատարանը գտնի, որ առկա է անհրաժեշտություն այլընտրանքային խափանմիջոցներով մասնավորապես տնային կալանքով փոխարինելու անհրաժեշտություն, ապա մեղադրանքի կողմը տվյալ պարագայում նորից նշեմ, եթե կլինի այսպիսի հիմքեր, առարկություն չի ներկայացնի, սակայն մինչ այս պահը քանի դեռ տվյալ որևէ նմանատիպ հանգամանք մեղադրանքի կողմին դատարանին ըստ էության հայտնի չէ, չի ներկայացվել, առնվազն մինչ այս պահը մեր դիրքորոշումը մնում է, որ անհրաժեշտ է երկարացնել խափանմիջոցի ժամկետը, սակայն նորից նշեմ, եթե կներկայացվի նման պայմաններ, ապա դիրքորոշումը հնարավոր է փոխել պատվարժան դատարան, առարկություն չներկայացնել։ Եվ դա ընդունելի կլինի դատարանի համար, որպես իրավաչափության պայմանի փոփոխություն։ Ընդամենը հավելեմ, ամբողջությամբ միանում եմ գործընկերոջս միջնորդությանը, ընդամենը հավելեմ, որ քննարկումը բաց է, եթե կներկայացվեն կան առկային այնպիսի հանգամանքներ, որոնք մինչ այս պահը դատարանի եւ մեղադրանքի կողմին ներկայացված չեն եղել պաշտպանների եւ պարոն Չախալյանի կողմից, ապա առաջարկեմ այդ մասին բարձրաձայնել, որպեսզի նաեւ դրա շրջանակներում քննվի այս հարցը։ Պատվարժան դատարան նոյեմբերի 27-ին 25 թվականի ձեր նախագահությամբ որոշվել էր,
որպեսզի Վահագն Չախալյանի խափանոցը 3 ամսով երկարացվի։ Եվ դատանը գտել էր շատ կարճ հատվածը վկայաբերեմ։ Շարունակում են արկա լինել վերաբերելու բավարար հիմքեր առ այն, որ մեղադրյալ Վահագն Ռուբենի Չախալյանն այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պայմաններում կարող է կատարել հանցանք, խոչընդոտելով քրեական վարքի քննությանը այդ կերպ դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ։ Այսինքն պատվարժան դատարան արկա է եղել միայն Վահագն Չախալյանի կողմից նոր հանցանք կատարելու, ենթադրյալ հանցանք կատարելու հանգամանքը։ Հիմա 3 ամիս հետո փետրվարի 27-ին կլրանա 3 ամիսը։ 3 ամիս հետո ես կարծում եմ պետք է դիտարկենք արդյոք չնայած այն, որ Վահագն Չախալյանի կողմից հանցանք կատարելու հանգամանքին մենք անդրադարձ ենք կատարել հիմնավոր կասկածի հետ կապված, այդ թվում նաև վերաքննիչ բողոքի մեջ նշվելով, որ որևիցե հանցակազմ արկա չէ, բայց դա հիմա քննության առարկա չեմ դարձնում հարգելի դատարան։ Այլ ըստ քրեական դատավարության հոդվածում ամրագրված շատ կարևոր պահանջների եւ դրույթների հիմա պետք է քննարկվային հանգամանքը, որ արդյոք շարունակում է արկա լինել, արդյոք, որտեղ ենթադրյալ այդ հանցագործությունը մենք չենք ընդունում պատվարժան դատարան, Վահագն Չախալյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը եւ առնվազն գոնե այդ ռիսկերը նվազել են, թե ոչ։ Ես մի քանի օր առաջ դատարանի կողմից մեր կողմից ներկայացված միջոցությունը քննության առարկա չդարձրվեց, որովհետեւ գտավ պատվարժան դատարանը, որ հրատապության անհրաժեշտություն չկա։ Այսինքն այն ինչ որ մենք ներկայացել ենք մի քանի օր առաջ, հիմա անդրադառնալով իմ կողմից վկայակոչված դատանի որոշման մեջ տեղ գտած այս նոր հանցանք կատարելու հանգամանքին, դրանից հետո կանդրադառնամ քայլ առ քայլ, հատիկ այդ հատիկ այն փաստական նոր Երևան եկած հանգամանքներին, որոնք ներկայացել էինք դատարանին, սակայն քննության առարկա չէր դարձվել պատվարժան դատարան։ Հիմա ընդ որում այս որոշումը կայացնելիս պատվարժան դատարանը հիմքեր ընդունել այն հանգամանքը, որ մեկ այլ քրեական գործով Վահագն Չախալյանի վերաբերյալ ծանր հանցագործության հանցակազմի հատկանիշների ենթադրյալ առկայությամբ գործ է քննվում։ Պատվարժան դատարան բարեբախտաբար թե ճակատագրի բերումով այդ նույն քրեական գործը, որը վկայակոչվել էր, քննվում է ձեր նախագահությամբ եւ բավականին երկար ժամանակ։ Եվ ձեր նախագահությամբ քննված այդ քրեական վարույթով, քննվող քրեական վարույթով այսօր շարունակվում է, Վահագն Չախալյանը դրսևորել է անբասիր, շատ օրինակելի եւ օրինապահ վարքագիծ, պատշաճ վարքագիծ, ինչի արդյունքում որ դատարանը գտել է, որ Վահագն Չախալյանը կարող է Հայաստանի Հանրապետությունից բացակայել, հաշվի առնելով նաեւ որ վերջինս հարազատության մերձավոր ազգականների գրեթե մեծամասնությունը գտնվում են Վրաստանի Հանրապետությունում եւ Վահագն Չախալյանը, եթե չեմ սխալվում, մեկ կամ մի քանի անգամ հատել է սահմանը եւ հետ է վերադարձել։ Այսինքն այս կերպ Վահագն Չախալյանը ենթադրյալ մեկ այլ հանցագործությամբ վարվող քրեական վարույթով իր արդեն իսկ դրսևորված վարքագծով պետք է որ ձևավորված լիներ դատարանի մոտ այն համոզմունքը, որ վերջինս երբևիցե հանցանք կատարելու միտում չի ունեցել, չի կատարել եւ Վահագն Չախալյանի կողմից դրսևորված վարքագիծը չնայած մեկ այլ վարույթով պետք է նաեւ, քանի որ ձեր նախագահությամբ է քննվում այդ քրեական վարույթը, հաշվի առնվեր նաեւ այս պայմաններում, այս քրեական վարույթի շրջանակներում, քանի որ անձը մեկն է Վահագն Չախալյանը։ Հիմա 3 ամիս հետո արդյոք Վահագն Չախալյանի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հավանականությունը չի նվազել։ Այդ հարցին պատասխանելու համար պատվարժան դատարան, քանի որ Վահագն Չախալյանը գտնվել է արդեն շուրջ 7 ամիս է, 8 ամիս է արդեն լրանում է մի քանի օրից, գտնվում է կալանքի տակ, ուղիչ հիմնարկում, հետևաբար պետք է դիտարկենք ուղիչ հիմնարկում նրա կողմից
պահելաձևը ուղիչ հիմնարկի կարգապահության կանոնների ենթարկվելու հանգամանքը։ Առ այսօր պաշտպանական կողմին եւ պատվարժան դատարանին հանրային մեղադրողներին որևիցե տվյալ հայտնի չէ, որ Վահագն Չախալյանը գտնվելով քրեակատարողական հիմնարկում դրսևորել է ոչ պաշար վարքագիծ։ Միտում է ունեցել ինչ-որ նոր հանցագործություն կատարելու։ 8 ամիս պատվարժան դատարան, այսինքն 8 ամսվա քրեակատարողական հիմնարկում գտնվելու պաշար վարքագիծը պետք է ավելի քան բավարարի այն կասկածը, որ Վահագն Չախալյանը նոր հանցագործություն կատարելու որևիցե միտում չունի, չէր կարող ունենալ, որտեղ վերջինս հանցագործ չէ։ Եվ այն, որ սույն քրեական վարույթով այսօր գտնվում է, ինչպես մյուս անմեղ մեղադրյալները մեղադրյալի կարգավիճակում, դա ընդամենը բոլորիս հայտնի է եւ մենք էլ այդ դիրքորոշումն ունենք, որ Վահագն Չախալյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում իր հայրենասիրության, իր հայրենիքի համար պայքարի, իր ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար։ Հիմա ուղիչ քրեակատարական հիմնարկից նախքան քրեակատարական հիմնարկի ժամանակահատվածը նայենք հարգելի դատարան։ Քանի որ անձին պետք է բնութագրել ոչ թե ինչ-որ ամիսների կամ վերջի 2-3 տարվա, այդ ամբողջ իր ապրած կյանքի ընթացքում դրսևորված վարքագծով, որովհետև այո, միգուցե ենթադրյալ հանցագործության մեղադրվում է, բայց նախքան այդ մեղադրվելը ինչպիսի կյանք է վարել Վահագն Չախալյանը։ Ես մի քանի նիստ առաջ դրան անդրադարձել եմ, բայց կրկին եւ առավել քան գտնում եմ անհրաժեշտ է այդ հարցը այսօր արծարծել։ Վահագն Չախալյանը այն անձնավորությունն է, որ հայ ազգի բարօրության համար օտար երկրում, Վրաստանի Հանրապետությունում, տվյալ երկրի այն նախագահի դեմ, ով այսօր հանցագործությունների համար քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում, ունեցավ այն համարձակությունը, որ բարձրացնի դպրոցներում հայոց լեզվի շարունակելու եւ հայ երեխան, հայ մարդը դպրոցում հայերեն լեզվով իր կրթությունը ստանալու կարևոր, շատ կարևոր հանգամանքը պատվարժան դատարան։ Ինչի համար էլ մի քանի տարի քրեակատարողական հիմնարկում պատիժ կրեց, որի ընթացքում նաև ոչ միայն ընտանիքը իր մերձավոր ազգականների հետ ուժեցին, այլ նաև ֆինանսական, այդ նաև տան կորցնելու հանգամանքը, որ նշեց Վահագն Չախալյանը, որովհետև այո, եթե չեն սխալվում 5 տարի գտնվելով ուղիչ հիմնարկում, 5 տարին դա մի ամբողջ մարդկային կյանք է։ Դրանից հետո Վահագն Չախալյանը եւ մինչեւ այդ էլ, բայց դրանից հետո առավել եւս ընտանիքով տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Որտեղ որ նրա համար որ Հայաստանի Հանրապետություն պայմաններն ավելի լավ էին, որտեղ այն ժամանակ արդեն իսկ գործող նախագահը չկար, որ հիմա քրեակատարական հիմնարկում է գտնվում։ Սակայն թողնելով առավել ավելի լավ պայմանները իր կյանքի Վրաստանի Հանրապետություն տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Եվ Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես ամրագրվելով իր ընտանիքով, որտեղ որ մերձավոր ազգականներից ոչ մեկ չի գտնվում, բոլորը գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։ Եվ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ այն բոլոր որոշումները, այն բոլոր իրավակարգավորումները, որոնք որ ի վնաս էին Հայաստանի Հանրապետության պետականությանը, հայ ժողովրդին, վերջինս իր անվասիր կամքով իր ընկերների հետ իր ուրույն պայքարը շարունակեց եւ շարունակում է առ այսօր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործի արդարադատությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ստամբուլյան կոնվենցիա կամ նմանատիպ այդ կոնվենցիաները իրենց վնասակար հետևանքները չթողնեն։ Այսինքն անձը իր վարքագծով դրսևորել է միայն եւ միայն արդարամիտ, ազգանվեր, հայրենանվեր կյանք, գործունեություն։ 44 օրյա պատերազմին իր ուրույն մասնակցությունը ունեցավ, որ կարող էր չգնալ, կամավոր ամրագրվեց եւ մասնակցեց պատվարժան դատարան։ Հիմա Վահագն Չախալյանի կողմից իր ապրած կյանքում լինելով գրողների միության անդամ, սպորտի վարպետ,
այս իր ամբողջ ապրած կյանքով, հայրենիքին մատուցած ծառայություններով, որ երբևիցե հանցագործություն չի կատարել, եթե ենթարկվել է քրեական պատասխանատվության անհիմն, ապա միմիայն ենթարկվել է քաղաքական հետապնդման արդյունքում, որովհետև այդ հետապնդումն արել են, որպեսզի լրացնեն Վահագն Չախալյանին ի օգուտ, ի բաղորություն իր ազգի հայրենիքի գործունեություն ծավալելու։ Հիմա եթե այդ ամբողջը պիտի հաշվի չառնենք, հարգելի դատարան, եւ պիտի չհաշվենք այն հանգամանքը, որ 3 ամսվա մեջ քրեակատվական հիմնարկում որևիցե միջադեպ, որևիցե հարց չի ծագել, արդյոք չեմ ասում, որ ընդհանրապես արկա չեն եղել, բայց արդյոք չի նվազել Վահագն Չախալյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը, որը դրված է միակ այդ հանգամանքն է դրված որոշման հիմքում, որ այո, երկարաձգվում է Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը խափամիջոցի, քանի որ նոր հանցանք կատարելու հավանականություն կա։ Եվ այն հարցին հանրային մեղադրողի եթե իրավաչափության փոփոխություն չի եղել առ այսօր, ապա մենք առարկում ենք, եթե եղել է կներկայացնեն, ապա չենք առարկում։ Հիմա հռետորական հարց որպես այդպիսին, արդյոք 8 ամսվա քրեակատարական հիմնարկում դրսևորած վարքագիծը եւ արդյոք մինչեւ այնտեղ հայտնվելու ապրած կյանքը դրանք որևիցե իրավաչափության կշիռ չունեն, իրավական եւ բարոյական առումով, պատվարժան դատարան։ Եթե չունեն, ապա նշանակում է որևիցե ազգային արժեք գոյություն չունի եւ իրավաբանություն գոյություն չունի։ Հիմա պատվարժան դատարան, մի քանի օր առաջ մենք դատարանին ներկայացրեցինք փաստաթղթեր, որոնց մեջ արկա էր տեղական ընտանիքի կազմի մասին, որտեղ նշված է, որ Վահագն Ռուբենի Չախալյանը ընտանիքով բնակվում է Կոտայքի մարզ, Նայիրի Haman գյուղ Քացախ, Ահարությունյան 3-րդ փողոց 8 կոտորակ 1 տուն հասցեում։ Գլխավորը գրված է այդտեղ Չախալյան Վահագ Ռուբենի, Ալեշվիլի Ինգա, Չախալյան Ռուբեն, Չախալյան Գայանե Վահագի, Չախալյան Դավիթ Վահագի։ Հարգելի դատարան, այս ընտանիքի կազմով Վահագն Չախալյանը բնակվում է այն տանը, որը վարկի տակ է, որի համար յուրաքանչյուր ամիս փող է վճարում, բայց վերջ ամիսներին չի կարողանում վճարել, որովհետև 8 ամիս գտնվում է կալանքի տակ պատվարժան դատարան։ Եվ այն, որ մենք հրատապության հարցը դիտարկում ենք, որ այդ ֆինանսական, սոցիալական խնդիրներն էին պատճառը, ես հիմա կրկին չեմ զլանում եւ կարծում եմ, որ պետք է նաեւ այդ հարցը կրկին հիմա դատանշության հրավիրել։ Պարոն Չախալյան, խնդրում եմ ոտքով ինձ չերել, ես պետք է դա ասեմ, որովհետեւ այո, յուրաքանչյուր հայ տղամարդու համար շատ կարեւոր հանգամանք է իր ընտանիքի բարօրությունը ապահովելը, իր պարտականությունն Աստծո առաջ եւ ընտանիքի առաջ։ Եվ ոչ մեկին թող կարծեն, որ թող աշխատելը քո նման մարդկանց համար հեշտ է տեղի ունենում։ Պատվարժան դատարան, Վահագն Չախալյանը որևիցե այլ մերձավորազականներ Հայաստանում չունի։ Ինչու եմ դա շեշտում, պատվարժան դատարան։ Մենք ծնվել եւ մեծացել ենք Երևանում եւ մեր հարազատները գտնվում են Հայաստանում, Երևանում, եւ երբ որ ինչ-որ հարցով նեղվում ենք, դա կլինի գումարի փոխառության հարցով, դա կլինի երեխային օգնելու հարցով, դպրոց տանելու կամ մեկ այլ տեղ, խնդրում ենք տատիկը կամ պապիկը կամ մեկ ուրիշը գալիս են եւ օգնում են։ Պատվարժան դատարան, այս 8 ամիս Վահագն Չախալյանը կինը ինգան 2 անչափահաս երեխաներին 10 տարեկան դստերը Գայանե Չախալյանին եւ 9 տարեկան Դավիթին, որոնք սովորում են տարբեր դպրոցներում, որոնց տեղեկանքները մենք ներկայացել ենք։ Առավոտյան վերակենում, բերում տանում մինչև ժամը 2-3-ը նոր հազիվ հասնում տուն։ Մեծ տղան Ռուբեն Չախալյանը 19 տարեկան հազիվ հասնում է գնա Սլավոնական համալսարան իր դասերին, որի վերաբերյալ տեղեկանքը ներկայացել ենք, որ շուրջ 900,000 դրամ է կազմում վերջինիս ուսանողական ուսման վճարը, ինչպես նաև Գայանե Չախալյանի ուսման վճարը, որը սովորում է կրթահամալիրում եւ կազմում է 600,000 դրամ պատվարժան դատարան։ Նաև ներկայացել ենք տեղեկանք, որ նաև տան ոսկեղեն է գտնվում գրավի տակ եւ ներկայացել ենք տեղեկանք, որտեղ երևում էր, որ արբիտրաժի քննարկումներ է եղել, այսինքն բանկի հետ կապված խնդիրների պատճառով, հարգելի դատարան։ Հիմա 2 անչափահաս երեխաներին դպրոց հասցնելու, այս վարկերը փակելու, ընտանիքը բնականon ապելակերպին կյանքին բերելու համար պատվարժան դատարան, եթե
այսօր չգիտեմ հնարավոր է դա արդյոք, բայց այնուամենայնիվ դատարանը պատվարժան դատարանը որոշում պետք է երկարացնի, դա նշանակում է պատվարժան դատարան, որ այս ընտանիքի քայքայվելու, այս ընտանիքից տնից զրկվելու որոշում է կայացնելու պատվարժան դատարան։ Ես չեմ զլանում այդ բառը օգտագործել, որովհետև շատ լավ գիտեմ այն վիճակը, որ տիրում է ընտանիքում։ Եվ այստեղ հարցը նա չի, որ մենք բազմիցս անգամ ասել ենք, այո, այս ամբողջ 306 էջանոց մեղադրական եզրակացության մեջ 20 բառ է վերաբերվում Վահագն Չախալյանին, ոչ թե Վահագն Չախալյանին, Չախալյան ազգանվանը։ Վերջում մի հատ Վահագ անունը բերեկպցել են, որի հետ կապված մենք մեր դիրքորոշումը կհայտնենք ընդդուք մինչև հաղորդում ներկայացնելը կեղծելու առումով պատվարժան դատարան։ Այսինքն Չախալյան Վահագը սույն գործով օդից sense վերցրած, ինչպես մյուս 18 անմեղ մեղադրյալները վեր են դրել համակատարող որպես անձ եւ արդեն 8 ամիսը խապամիջոցի տակ են պահում տնային ուղիչ քրեակատվա հիմնարկում պահելով պատվարժան դատարան։ Լավ, ընդհանրենք մի պահ եկավ նախնական փուլը անցավ, դատաքննության անձնակապոցները ուսումնասիրեցին, լավ եկավ եւ վստահ եմ այդ պահը գալու արդարացվեցին բոլորը, այդ թվում նաեւ Վահագն Չախալյանը, արդարացման վերդիկտ կայացվեց։ Լավ, այդ տունը հետո ոնց ենք հետ բերելու, լավ այդ երեխաների այսքան 8 ամիս ծնողը չշփվելու այս հոգեվ վիճակները, չկա այնպիսի ռեաբիլիտացիոն վիճակ կամ այնպիսի գումար, որ կարող է դա փոխհատուցի, չկա այդպիսի բան աշխարհում, պատվարժան դատարան։ Այդ հոգեբանական սպիները երեխաների հոգում մնում են ամբողջ կյանքի ընթացքում։ Հիմա եթե իմ կողմից վկայակոչած այս փաստական հանգամանքները չեն դիտարկվելու որպես իրավաչափության փոփոխություն, ապա ինչը պետքա դիտարկի պատվարժան դատարան։ Ծայրահեղ դժբախտ դեպքերը պատվարժան դատարան Վահագն Չախալյանին մեղադրում են որպես համակատարող, այսինքն սույն քրեական բարույթով բոլորի մեղադրվող բոլորը կատարողներ են, չկա օժանդակող, չկա ենթադրյալ իհարկե այս ամեն ինչը, ոչ օժանդակող, ոչ կազմակերպիչ, բոլորը համակատարող են պատվարժան դատարան։ Հիմա այս տիրույթում եկեք նա դիտարկենք էլ իրավաչափության փոփոխության հասկացողությունը։ Եթե համակատարող է պատվարժան դատարան, ինչպես բոլորը, ցավոք սրտի, շատ ափսոսում եմ, ցավում եմ, դժբախտաբար հարգարժան Բագրատ Սրբազանի խապանքությունը չփոխվեց։ Վաղ թե ուշ փոխվելու է բնականաբար։ Վաղ թե ուշ այս ամեն ինչի համար յուրաքանչյուր մեկը իր կատարած, իր կողմից գործած արարքների համար պատասխանատվություն է կրելու։ Սակայն մյուս սույն բարույթով անմեղ մեղադրյալների խապամիջոցները փոխված են պատվարժան դատարան։ Եվ շատ լավ է որ փոխված են, փառք Աստծո, որ վերջապես փոխվեցին, փառք Աստծո, որ Մովսես Շարբացյանի տնային կալանքը փոխվեց։ Վերջապես ավելի շուտ պետք է լիներ։ Հիմա մի պահ ենթադրենք, ենթադրյալ ես հանցավոր խմբի կազմում, որը որ դες ամեն ինչը մեզ բոլորիս պարզ է, որ շինցու գործ է, որ համակատարող լավ որպես այդպեսին Վահագն Չախալյանը որ դիրքում է գտնվում։ Պատվարժան դատարան ամենավերջին աստիճանի վրա է գտնվում։ Իր չեմ բան ինչ բառ օգտագործեմ, օժանդակող չէր կարող լինել։ Լավ, ընդհանրենք օժանդակող պատվարժան դատարան։ Հիմա որքանով է Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը գործում, եթե կան համակատարողներ ենթադրյալ, եւ այդ համակատարողների շրջանում ամենավերջին աստիճանավանդակին գտնվող մեղադրյալը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, իսկ մյուս անմեղ մեղադրյալները ոչ պատվարժան դատարան։ Քավլիցի ես չեմ ասում որ պետքա գտնվեն, փառք Աստծո որ շուտ պետքա բոլորի խփանցոցը փոխվեր, լավ կներ պարոն Կոմուշյանի խփանցոցը փոխվեր, շատ լավ կլիներ պատվարժան դատարան, բայց արդարադատությունը այս դեպքում որտեղ է գործում, եթե իրավական առումով վերցնենք, որ այն անձը որ իր ամբողջ 306 էջանոց մեղադրական եզրակացության մեջ 20 բառ է վերաբերվում եւ Չախալյան ազգանվանը 8 ամիսը խափանցոցը կալանք է գրում ուղիչ հիմնարկում։ Այս սրանից ավել իրավաչափություն կամ գոնե լավ, գոնե նոր հանցանք կատարելու այդ հանգամանքը նվազելու հավանականություն չկա պատվարժան դատարան, իհարկե կա։ Պատվարժան դատարան, ես կարծում եմ մեր կողմից ներկայացած այս բոլոր եւ բարոյական եւ իրավական հանգամանքները առավել քան բավարար են, որպեսզի Վահագն Չախալյանի նկատմամբ խափամիջոցը փոխվի։ Եվ եթե պատվարժան դատարանը ինը կատ ունենալով
հարգարժան հանրային մեղադրողների տնային կալանքի դեմ չարարկելու նաև այդ փաստարկը որոշի ընդունել պատվարժան դատարան որևիցե տարբերություն չկա քրեակատողական հիմնարկում կամ տնային կալանքը կրի Վահագն Չախալյան որևիցե տարբերություն չկա որտեղ զրկված լինելու եւ գումար վաստակելու այդ իրավունքից անհրաժեշտությունից այդ վարկերը մարելու եւ զրկված երեխաներին տեղ հասնելու բաց նրանից որ ընտանիքում իր աշկարաճ ավելի ատարապելու ոչ մի բան չի փոխվելու պատվարժան դատարան որևիցե մեղմացուցիչ հանգամանք չկա եւ եվրոպական դատարանի որոշումներ եւ ընդհանրապես մեկ քրեական դատավարությունով տնային կալանքը դա հավասարազոր է քրեակատար հիմնական կալանքին մեկ օրը հաշվարկման մեկ օրվա դիմաց պատվարժան դատարան հետեւաբար այս ամենը հաշվի առնելով մենք խնդրում ենք եւ միջնորդում ենք որպեսզի Վահագն Չախալյանի խաբեբայությունը փոխվի եւ տնային կալանք չկիրառվի սակայն ցանկացած այլ Արնատրանքային խաբեբայության միջոցների համակցության հետ միասին փոխվի պատվարժան դատարան թողնելով դատարանի հայացողությամբ այսքանը շնորհակալ եմ Շնորհակալություն պատվարժան դատարանը Ես շատ հակիրճ ելույթ ունենամ պատվարժան դատարան նույնիսկ չի ցանկանում իրավական տեսանկյունից որևէ դիրքորոշում հայտնել քանի որ իրավական որևէ գործընթաց չի իրականանում եւ կարծում եմ որ իմ դիրքորոշումները նաեւ դատարանի եւ հանրային մեղադրողների համար որևէ նշանակություն չունենալ Ամեն դեպքում պատվարժան դատարան կան որոշակի էական հանգամանքներ որոնց վրա դատարանի ուշադրությունը կցանկանամ սևեռել որը մինչ այժմ դատարանը որևէ գնահատական չի արժանացրել եւ հաշվի չի առնվել այդ հանգամանքները Մասնավորապես պատվարժան դատարան որևէ մեկի համար գաղտնիք չի որ Վահագն Չախալյանը իր քաղաքական գործունեությամբ պայմանավորված իր քաղաքական հայացքներով պայմանավորված պարբերաբար քրեական հետապնդումների է ենթարկվում եւ պարբերաբար քրեական վարույթներ են նախաձեռնվում եւ այդ քրեական գործերից մի որոշը մասը երկու քրեական գործեր գտնվում են հենց ձեր վարույթում պատվարժան դատարան մեկը այս գործը մեկն է նույն բովանդակության նույն ծանրության աշճանի մեկ այլ գործ եւս քննվում է ձեր վարույթում իշխանության յուրացման մեղադրանքով պատվարժան դատարան եւ մյուս գործի շրջանակներում ձեր կողմից ընտրվել է այլընտրանքային խափամիջոց բացակայելու արգելքը ամենամեղմ խափանման միջոցը պատվարժան դատարան Նույնիսկ դատարանի կողմից թույլատրվել է որպեսզի Վահագն Չախալյանը լքի Հայաստանի Հանրապետությունը մի քանի անգամ եւ Վահագն Չախալյանը նման պայմաններում պատշաճ վարկագիծ է դրսեւորել ժամանակին լքել է եւ ժամանակին վերադարձել պատվարժան դատարան եւ նույնիսկ դատարանը թույլատրելով այլընտրանքային երաշխիքներ չի պահանջել այսինքն դրա փոխարեն գրավ չի կիրառվել որպեսզի այդ ենթադրյալ ռիսկը նվազեցվի կամ չեզոքացվի Դատարանը գտել է որ որևէ խափամիջոց ընտրելու անհրաժեշտություն չկա այսինքն Վահագն Չախալյանը որոշակի ժամանակով կարող է ազատորեն երկիրը լքել եւ ետ վերադառնալ եւ նման պայմաններում անձը պատշաճ վարկագիծ է դրսեւորել պատվարժան դատարան առնվազն ինձ համար անհասկանալի է այս երկու վարույթների շրջանակում այս երկու քրեական գործերի շրջանակում եթե նույն ծանրության աշճանի են նույն բնույթի մեղադրանքներ են պատվարժան դատարան ինչու է մի տարբերակում ընտրվում ամենածանր խափանման միջոցը կալանքը իսկ մյուս տարբերակում որևէ խափանման միջոց չի ընտրվում պատվարժան դատարան կարծում եմ այս հարցին դատարանը որևէ պարզաբանում իրավական առումով որևէ պարզաբանում չի կարող տալ ողջամիտ որևէ պարզաբանում չի կարող լինել հաջորդ էական հանգամանքը պատվարժան դատարան այն է որ երբ որ ներկայիս արդեն մեղադրյալները ի սկզբանե երբ որ բոլորով ձերբակալվում են ձերբակալությունը իրականացավ մեկ օրում բոլորիս հայտնի է նաև Վահագն Չախալյանը ձերբակալվեց այդ օրը բոլորի հետ միասին սակայն պատվարժան դատարանի տարբերություն բոլորի Վահագն Չախալյանը ազատ է արձակվում իսկ մյուսները կալանավորվում են բոլորը շուրջ 10 օր պատվարժան դատարան Վահագն Չախալյանը գտնվել է ազատության մեջ եւ քաջ գիտակցելով որ ենթադրյալ այսպես ասած իր հանցակիցները բոլորը գտնվում են անազատության մեջ պատվարժան դատարան պատշաճ վարկագիծ է դրսևորել այսինքն չի թաքնվել չի լքել Հայաստանի Հանրապետությունը չի փորձել էս ենթադրյալ արարքը հասցնել իր ավարտին կամ ինչ որ ազդեցություն ունենալ որևէ անձի վրա պատվարժան դատարան 10 օր շարունակ պատշաճ վարկագիծ է դրսևորել տեսեք դատարանը նման ենթադրություններ է անում որ
եթե անձը գտնվի ազատության մեջ, ոչ պատշաճ վարքագիծ կդրսևորի, այսինքն ենթադրություն է անում դատարանը, բայց մենք ունենք հաստատված հանգամանք, որ անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել պատվարժան դատարան, գտնվելով այդ կարգավիճակում, գտնվելով ազատության մեջ, պատշաճ վարքագիծ է դրսևորել, սա արդեն հաստատված հանգամանք է, մենք ենթադրություններից չենք խոսում, չի կարող ողջամիտ ենթադրություն կամ ընդհանրապես չի կարող նման ենթադրություն լինել պատվարժան դատարան, ունենք հաստատված հանգամանք, անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել եւ դատանը չի կարող աչք փակել այս հանգամանքի վրա, պարտավոր է ընդունել, պատշաճ գնահատականի արժանացնել պատվարժան դատարան այս հանգամանքը։ Հաջորդ հանգամանքը պատվարժան դատարան նա է, որ երբ որ վերջին անգամ խափամիջոցի ժամկետը երկարացվեց 3 ամսով, բնականաբար 3 ամիս առաջ, դեռևս մեղադրյալների գրեթե մեծ մասը, բոլորը, գրեթե բոլորը անազատության մեջ էին, նրանց նկատմամբ խափամիջոց կալանք էր կիրառված։ Եվ այս 3 ամիսների ընթացքում գրեթե բոլորի խափամիջոցները փոփոխվեցին։ Բացառությամբ ըստ մեղադրանքի կազմակերպչից եւ Վահագն Չախալյանի պատվարժան դատան։ Եվ նույնիսկ այն անձի խափամիջոցը փոփոխվեց, ով ենթադրաբար Վահագն Չախալյանի մասին խոսել է։ Քանի որ այս մեղադրանքը հենց դրա մասին է։ Վահագն Չախալյանի մասին խոսել են պատվարժան դատարան։ Բացի այդ, նախորդ դատական նիստի ժամանակ 2 օր առաջ, նույնիսկ ձեր նախագահությամբ, ձեր որոշմամբ հենց այդ անձը, ենթադրյալ անձը, ով խոսել է Վահագն Չախալյանի մասին, նրա խափամիջոցը ընդհանրապես վերացավ տնային կալանքը եւ այժմ գտնվում է ազատության մեջ։ Եվ նման պայմաններում պատվարժան դատարան հանրային մեղադրողները նշում են, որ իրավաչափության պայմաններ չի փոփոխվել։ Էլ ինչա պետք, որ իրավաչափության պայման փոխվի։ Ոնց կարող է հանգամանքները դատարանը հաշվի չառնի պատշաճ։ Եթե մեղադրանքը այն մասին է, որ Վահագն Չախալյանի մասին խոսել են, ու իր մասին խոսած անձը ազատության մեջ է, եւ մյուս մեղադրյալները ազատության մեջ են, ոնց կարող է իրավաչափ լինի այն հանգամանքը, որ Վահագն Չախալյանը պետք է մնա անազատության մեջ։ Դա ողջամիտ չի, պատվարժան դատարան։ Չի կարող նման պայմաններում դատարանը համարել եւ հանրային մեղադրողները համարեն, որ իրավաչափության պայմանները չի փոփոխվել։ Դա մենք չպետք է ասենք, դա ակնհայտ է պատվարժան դատարան։ Դա առնվազն պետք է արձանագրեն հանրային մեղադրողները, նշելով, որ էական հանգամանքները փոփոխվել։ Մենք ծածուկ փաստաթղթեր չենք բերում հիմա հրապարակում, որ ասենք փոփոխվել է, բոլորի համար է ակնհայտ։ Պատվարժան դատարան, տեսեք, 3 ամիս առաջ, երբ որ խափամիջոցի ժամկետը երկարացրեցիք Վահագն Չախալյանի նկատմամբ, արձանագրել եք, որ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկը խիստ նվազ է։ Եվ մեզ համար առնվազն անհասկանալի է, եթե ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկը նման խիստ նվազ է, ոնց կարող է անձի նկատմամբ ամենածանր խափամիջոցը ընտրվի։ Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում սա։ Եվ այս խիստ նվազ լինելու պայմաններում արդեն եւս 3 ամիս է անցել։ Առնվազն ենթադրում է, որ այս ռիսկը ընդհանրապես վերացել է պատվարժան դատարան։ Չի կարող առնվազն, ես ասում եմ 3 ամիս առաջվա դիրքորոշում, խիստ նվազ լինելու պայմաններում պատվարժան դատարան նման ձևակերպում տա դատարան, նման դիրքորոշման լինի։ Դատանի դիրքորոշումը հակասում է իր որոշմանը։ Դատանը մեկ դիրքորոշում է ասում, մեկ այլ որոշում կայացնում է հակասական։ Պատվարժան դատարան, տեսեք, դատանը մինչ այժմ մեկնաբանում է խափամիջոցը արդարացնում է, որ այն հանգամանքով, որ Վահագն Չախալյանը մնալով ազատության մեջ նոր արարք կկատարել։ Այսինքն ենթադրվում է, որ Վահագն Չախալյանը մնալով ազատության մեջ իր մասին կխոսեն։ Քանի որ հենց մեղադրանքը դրա մասին է։ Որքանով է իրավաչափ պատվարժան դատարան, դատանի որոշումը կամ
այն միջոցները, որը կիրառում է Վահագն Չախալյանի նկատմամբ, կալանքի տակ պահելով, արդյոք արդարացված է պատվարժան դատարան, արդյոք Վահագն Չախալյանի կալանքի տակ պահելով նրա մասին չեն խոսում, ավելի շատ են խոսում, այսինքն այս ընտրված միջոցը իր նպատակին չի ծառայում եւ չի էլ կարող ծառայել պատվարժան դատարան։ Ես գտնում եմ, որ սրա նպատակը պատվարժան դատարան, այս ամենի Վահագն Չախալյանին իր հասարակական, քաղաքական գործունեությունից զրկելը, այս պահին նրան կալանքի տակ պահելը նրա նկատմամբ հաշվեհարդար է տեսնվում, պատվարժան դատարան։ Ոչ միայն հաշվեհարդար է տեսնվում Վահագն Չախալյանի նկատմամբ, այլ նաև նրա ընտանիքի, երեխաների նկատմամբ։ Քանի որ հենց երեխաներին զրկում են հոր ներկայությունից։ Պատվարժան դատարան ակնհայտ է, որ սրա նպատակը, այս ամենի նպատակը Վահագն Չախալյանին այս գործընթացներից հեռու պահելն է։ Եվ այս հեռու պահելը նաև կարող է դրսևորվել տնային կալանքով, պատվարժան դատարան։ Եվ նման պայմաններում պատվարժան դատարան, տեսեք, ամենախիստ ծանր միջոցը կիրառելով ոչ միայն պատժում ենք Վահագն Չախալյանին, այլ նաև պատժում ենք ընտանիքի անդամներին։ Եվ այս հաշվեհարդարը տեսնվում է հենց դատարանի ձեռքով, դատարանի որոշմամբ է իրագործում, պատվարժան դատարան, ամենացավալին հենց այս հանգամանքն է։ Ես որևէ միջնորդություն չեմ ներկայացնի պատվարժան դատարան խափամիջոցը փոփոխելու կամ այլ ընտրանքային խափամիջոցներ ընտրելու, այլ իմ դիրքորոշումը կհայտնեմ։ Գտնում եմ, որ որևէ խափանամիջոց ընտրելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, պատվարժան դատարան։ Դատարանը չի կարող որևէ խափանամիջոց ընտրել եւ ողջամիտ իրավական տեսանկյունից ճիշտ մեկնաբանություն տալ։ Իր որոշմանը չի կարող հիմնավորվել որևէ խափանամիջոցի հիմքեր, պատվարժան դատարան։ Վահագն Չախալյանը մեղադրվում է այն բանը, որ իր մասին խոսել են, սա է ընդամենը։ Եվ ինչպես նշեցի, այս ամենը նպատակը հետապնդում նրան այս գործընթացներից հեռու պահելու համար։ Շնորհակալություն այսքանը։ Շնորհակալություն պատվարժան դատարան, ես որպես Վահագն Չախալյանի պաշտպան, որպես իրավաչափության պայմանի փոփոխություն կառանձնացնեմ երկու դրվագ, մեկ ժամանակային խզումը։ Սույն դեպքից արդեն անցել է քրեական գործի հարուցումից արդեն անցել է շուրջ 8 ամիս։ Վահագն Չախալյանը, ինչպես գործընկերս նշեց, սկզբնական փուլում ունեցել է վկայի դատավորական կարգավիճակ, նրան ձերբակալել են, բաց են թողել, նա տևական ժամանակ գտնվել է ազատության մեջ, այնուհետև կրկին ձերբակալվել, մեղադրանք է ներկայացվել եւ կալանավորվել։ Այս 8 ամիսների ընթացքում Վահագն Չախալյանը դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ, որևէ գործողություններ չի կատարել ապօրինի գործի քննությանը խոչընդոտելու կամ վկաների վրա ազդեցություն գործադրելու տեսանկյունից։ Բացի այդ հանգամանքը հաշվի առնելով, դուք նաև ձեր որոշմամբ պատվարժան դատարան սահմանափակումներն եք վերացրել Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված, համաձայն որոնց վերջինիս կարող է տեսակցել ցանկացած մարդ։ Սակայն այս ընթացքում էլ, այս 3 ամիսների ընթացքում էլ նման դեպք չի գրանցվել, չի արձանագրվել եւ Վահագն Չախալյանը շարունակել է դրսևորել միմիայն պատշաճ վարքագիծ։ Արդյոք երբ որ դուք խափանմիջոցի վերաբերյալ ձեր դիրքորոշումը արտահայտում եք, դա կրում է ենթադրյալ կանխորոշիչ բնույթ, որ կարող է կատարել նոր հանցանք կամ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Արդյոք ո՞րն է այդ ժամանակահատվածը, որը կարող է համոզել պատվարժան դատարանին, որ Վահագն Չախալյանը դրսևորում եւ շարունակաբար կդրսևորի միմիայն պատշաճ վարքագիծ։ Արդյոք այս ժամանակահատվածը բավարար չէր դրանում համոզվելու համար պատվարժան դատարան։ Ինչպես գործընկերներս էլ նշեցին, ձեր նախագահության մեկ այլ քրեական գործով էլ դուք Վահագն Չախալյանին նույնիսկ թույլատրել եք լքել Հայաստանի Հանրապետության սահմանը եւ վերջինս մի քանի անգամ լքելով դրսևորել է պատշաճ վարքագիծ տվյալ քրեական գործով։ Արդյոք դա բավարար չէր ձեզ համար կանխորոշիչ եզրահանգման գալ առայն, որ Վահագն Չախալյանը չի դրսևորի որևէ ապօրինի վարքագիծ եւ կդրսևորի միմիայն պատշաճ վարքագիծ։
Երկրորդ հանգամանքը պատվարժան դատարան, որ ես ցանկանում եմ նշել որպես իրավաչափության փոփոխություն, ես նախորդիվ էլ նշել եմ, հարգարժան հանրային մեղադրողները արդեն իսկ ներկայացրել են հետազոտման ենթակա իրենց ապացույցների ծավալը, ըստ որոնց ներկայացվել են բոլոր վկաները, որոնք պետք է հարցաքննվեն սույն քրեական գործի քննության ընթացքում։ Սույն քրեական գործով ներգրավված այդ վկաներից որևէ մեկը Վահագն Չախալյանի վերաբերյալ, Վահագն Չախալյանի դեմ, Վահագն Չախալյանի մասին որևէ ցուցմունք չի տվել։ Այսինքն այն մտավախությունն առայն, որ Վահագն Չախալյանը կարող է ազդեցություն գործադրել որևէ անձի վրա, իսպառ բացակայում է։ Իսպառ բացակայում է նաև այդ հանգամանքը մյուս մեղադրյալների մասով, քանի որ մյուս մեղադրյալները բացի հարգարժան Բագրատ Սրբազանից գտնվում են ազատության մեջ եւ այս ժամանակահատվածում էլ որևէ դեպք չի արձանագրվել որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու ցուցմունքներ տալու տեսանկյունից հետագայում կամ որևէ այլ ապօրինի գործողությունների վերաբերյալ այս ժամանակային մեծ խզումը պատվարժան դատարան ես գտնում եմ որ բավարար է ձեր համար որպեսզի դուք ենթադրություն անեք առայն որ Վահագն Չախալյանը մյուս մեղադրյալների պես եւս դրսևորելու է միմիայն պատշաճ վարքագիծ եւ ինչպես բոլորիս հայտնի է անձին նույն հիմքով շարունակական կալանքի տակ պահելը անթույլատրելի է եւ ստացվում է մի իրավիճակ երբ որ դուք ասում եք որ մենք դեռևս գտնում ենք նախնական դատալսումների փուլում դեռևս ապացույցները հետազոտված չեն ու ստացվում է այնպիսի իրավիճակը որ Վահագն Չախալյանը իրադրության զոհ է դառնում քանի որ այս գործը բազմածավալ է 18 մեղադրյալներ են ներգրաված այս գործով եւ օբյեկտիվ պատճառներով այս դատական նիստերը առաջ չեն գնում պատվարժան դատարան։ Ես միանում եմ գործընկերոջս միջնորդությանը եւ գտնում եմ, որ այլընտրանքային խափանման միջոցները իզորու են ապահովել Վահագն Չախալյանի պատշաճ վարքագիծը, չնայած որ առանց խափանման միջոցի կիրառման էլ Վահագն Չախալյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, ինչը ապացուցել է նա տարիների իր կատարած աշխատանքի եւ դրսևորած վարքագծի արդյունքում։ Բացի այդ պատվարժան դատարան հաշվի առնենք նաեւ նրա անձը բնութագրող հանգամանքները, նրա ընտանեկան վիճակը, առայն որ ընտանիքը զրկված է իր միակ կերակրողից եւ այս ժամանակահատվածում, ինչպես գործընկերս նշեց, այդ վարկերը կուտակվել են, դրանք վճարող չկա, հետագայում էլ խնդիրներ կարող են առաջանալ երեխաների վարձերի եւ այլ հանգամանքների կապակցությամբ։ Խնդրում եմ այդ հանգամանքները հաշվի առնել եւ փոփոխել Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Շնորհակալություն։ Այս պահին միանում եմ իմ փաստաբաններին։ Շնորհակալություն պատվարժան դատարան, դատավարության արգելի մասնակիցներ։ Ես կարծում եմ իրավաչափության պայմանների փոփոխության մի քանի անհերքելի տվյալ ներկայացվեց։ Մեկը դա այն համապատասխան փաստաթղթերն են, որոնք դատարանին ներկայացվել են եւ դատարանը ըստ էության գտել է, որ դրանք պետք է քննարկման առարկա դարձվեն խափանման միջոցի քննարկման հետ միաժամանակ, որոնք վերաբերում են ընտանեկան դրությանը ըստ էության։ Ես չգիտեմ արդյոք հանրային մեղադրողները ծանոթացել են այդ փաստաթղթերին թե ոչ, բայց փաստ է, որ դրանք այնպիսի խնդիրներ են, որոնք այս 3 ամիսների ընթացքում նախորդ անգամ խափանման միջոցի քննարկման հաջորդած ժամանակահատվածում ավելի են սրվել։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ընտանեկան, սոցիալական եւ կենցաղային բնույթի հարցերից, որոնք առաջին հայացքից կարող են թվալ որպես ոչ էական իրավաչափության պայմանի փոփոխություն, բայց իրապես, երբ բախվում ենք իրական կյանքին, դրանք իհարկե էական են։ Եվ պատվարժան դատարան ես առնվազն հիշում եմ, որ նախորդ անգամ, երբ միջնորդությունը ներկայացվել էր, դուք նույնիսկ որոշակի ժամանակահատված ընդմիջում վերցրեցիք։ Ընդմիջում վերցրեցիք այն իմաստով նաև, որը կարելի է այդպես մեկնաբանել, որ նշված հանգամանքներին խորամուխ լինեք։ Ամեն դեպքում դրանք իրապես այնպիսի տվյալներ են, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Ի վերջո ընտանեկան դրությանը վերաբերող հանգամանքները նաև քրեական դատավարության օրենսգիրքն է պահանջում, որ հաշվի առնվեն։ Չախալյանը իր խնամքին ունի իր ընտանիքի անդամներ։ Իդեպ պատվարժան դատարան,
այս քրեական վարույթը դատարանում քննվելու ընթացքում բոլորիս իհարկե մեղմ ասած ալեկոծում է այն հանգամանքից ելնելով, որ Բագրատ Սրբազանն է որպես ճակերտներում մեղադրյալ դատակոչվում այս դատական նիստերին, բայց պատվարժան դատարան, նաև օրինակ օրերս դատական նիստի ավարտին ես տեսա Չախալյանի ավագ որդուն դատական նիստերի դահլիճում։ Մենք ամեն անգամ տեսնում ենք Սարգսյան Իգորի որդուն իր կողքը նստած։ Պատվարժան դատարան, այս ամենը վկայակոչում եմ այն իմաստով, որ 8 ամսվա պայմաններում նման նվազագույն իրավական, արժեհամակարգային, մարդասիրական հանգամանքները պետք է նշանակություն ունենան։ 19 տարեկան զավակը հորը չպետք է տեսնի այս ապակիներից այն կողմ։ Դրանով ինչ ենք շահում։ Եթե իսկապես կա իրավաչափ մի նպատակ, որը նժարին դնելով հավասարակշռման տեսանկյունից 8 ամսվա փաստական տվյալը դնելով այդ նժարին, 8 ամսվա կալանքի փաստական տվյալը դնելով այդ նժարին, եթե կա վկայակոչենք։ Բայց հակառակ դեպքում առնվազն սահմանադրական դատարանը իր ՍԴՎ 1792, ՍԴՎ 1796 որոշումներով ակնկալիք է ձևավորել նաև հենց ձեզանից, որ այս դեպքերում խափանման միջոց կալանքին պետք է վերջ տրվի։ Պատվարժան դատարան իրավաչափության պայմանների տեսանկյունից, այո, ընտանեկան դրությանը վերաբերող հանգամանքները, այո, ժամանակային տևողությունը եւ դրա զուգորդումը բացառապես պատշաճ վարքագծի հետ, մեղադրյալների միջև խափանման միջոցների հավասարակշռման սկզբունքը, որը իրավակիրառ պրակտիկայում քանիցս իրացվում է։ Ես վստահ եմ հանրային մեղադրողներն էլ գիտեն նման դատական պրակտիկա, ես վստահ եմ պատվարժան դատարանը գիտի նման պրակտիկա, մի գործ էլ կարող եմ ես եւ պարոն Խաչատրյանը գործընկերս վկայակոչենք, եթե դատարանին դրա հասանելիության անհրաժեշտությունը լինի։ Իդեպ նշված գործով դատարանի կողմից հենց խափանման միջոցը փոփոխվել էր մի շարք մեղադրյալների պայմաններում, հենց ելնելով նաև հավասարակշռման սկզբունքից խափանման միջոցների։ Իդեպ դրա դեմ էլ բողոք էր ներկայացվել Արմեն Դանիելյանն էլ որպես այն ժամանակ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր անփոփոխ էր թողել այդ դատական ակտը։ Սրանով կարծում եմ բավականին կարևոր տվյալ եմ բացահայտում։ Բավականին կարևոր, քանի որ մենք գիտակցում ենք կանխավարկածը միշտ նման դեպքերում ի օգուտ ինչի է գործում։ Բայց այդ դեպքում այդպես չէր եղել եւ նշված դատական ակտը մինչ օրս հասանելի է դատալեքս տեղեկատվական համակարգում։ Պատվարժան դատարան իրավաչափության պայմանների տեսանկյունից մյուս տվյալը դա ըստ էության նաև նույնիսկ գրավը որպես խափանման միջոց առաջարկելն էր։ Եվ այստեղ խնդրում եմ պատվարժան դատարան եւ մեղադրողներին եւս դիմում եմ այս իմաստով։ Գրավը լինելու է էական մեծ ֆինանսական բեռ։ Այսինքն եթե այլ իրավիճակներում գրավը կրկին բեռ հանդիսանալով, բայց իր ֆինանսական կշիռը լինում է X կամ Y տրամաբանությամբ, այս դեպքում, երբ ընտանիքի հոգացության ապահովող հիմնական 8 ամիս մեկուսացած եւ այդ խնդիրները ֆինանսական աճել են, գրավը ինքնին ուրիշ մեծ նշանակություն է ունենալու։ Եվ եթե դուք նույնիսկ այդ պայմաններում 8 ամիս ժամկետի պայմաններում գտնում եք, որ դեռևս կա այդ ռիսկը, այն իհարկե կարող է չեզոքացվել համակցված գրավով, որը կրկին սա հատուկ ուզում եմ փոխկապակցված դիտարկել ընտանեկան դրությանը վերաբերող հանգամանքների հետ միաժամանակ, դրա արժեքը շատ ավելի մեծ է լինելու կոնկրետ Չախալյանների ընտանիքի դեպքում։ Եվ չափի հետ կապված իհարկե դատարանը նաև ունի հայեցողական հնարավորություն։ Պատվարժան դատարան կարծում եմ, եթե իսկապես մարդասիրության սկզբունքը չի ոչնչացվել, կարող է իհարկե մի օր էլ տեսնենք քրեական դատավարության օրենսգրքի մեր իրավական համակարգի տրամաբանությամբ մարդասիրության սկզբունք չպետք է գործի։ Իհարկե դժվար է մարդասիրությունից խոսել այն պայմաններում, երբ տեսնում ենք օրինակ պարոն Գալեյանը նստած է նիստերի դահլիճում, ով հերոս է տվել մեր հայրենիքին, բայց հենց իր նկատմամբ նույնիսկ ազատազրկման դատավճիռ էր կայացվել։ Ինչ ասենք, ամեն դեպքում աբսուրդներ շատ ենք տեսել, բայց կարծում եմ նաև աբսուրդները տեսնելով
կարող են գոնե ավելի խորքային աբսուրդների կանխարգելման տրամաբանությամբ գնալ։ Գոնե դեռևս դա կարող են անել։ Իսկ եթե կարող են, կարծում եմ պետք է անենք։ Պատվարժան դատարան միանում են միջնորդությանը գործընկերներից ներկայացված, գտնում են, որ պարոն Չախալյանի դեպքում առավել ևս այն տվյալը, որը բացահայտեց պաշտպանը, որ հենց ձեր վարույթում, հենց ձեր պատասխանատվության ներքո դուք տեսել եք, որ Չախալյան Վահագի նկատմամբ ազատության սահմանափակման հետ ոչ մի առնչություն չունեցող խափանման միջոցի պայմաններում վերջինս դրսևորել է պատշաճ վարքագիծ, նույնիսկ սահմանը հատելու պայմաններում էլ է պատշաճ վարքագիծ դրսևորել, կարծում եմ 8 ամսվա խորապատկերով նշվածը բավարար է, որ իրավական գնահատական տրվի մեղմացնող խափանման միջոցի տեսքով։ Այսքանը շնորհակալ։ Չի տեսնում, որ բոլոր բարոյթի մասնակիցները այստեղ արտահայտվեն, առավել ևս այն պայմաններում, երբ որ մեղադրյալը եւ վերջինիս պաշտպանները, 3 պաշտպանները ելույթ ունեցան, եթե պաշտպանական կողմի մյուս մասնակիցները ցանկանում են արտահայտվել, ապա շատ հակիրճ։ Շատ հակիրճ ուղղակի խափանման հիմքի առկայության վերաբերյալ ինձ մոտ իրապես զարմանք է առաջացնում, որ դեռևս այս նոր հանցանքի կատարման հիմքով է շարունակում անձը կալանավորված մնալ։ Ուզում եմ զուգահեռ անցկացնեմ իմ պաշտպանյան Լիդիա Մանթաշյանի գործի հետ նույն այս հանգամանքով, երբ որ ձեր կողմից պատվարժան դատարան ի սկզբանե այս հիմքը եւս վկայակոչվել էր նոր հանցանք կատարելու Վերաքննիչ բողոքում հետևյալ փաստարկն էի բերել, որ մենք ըստ էության այս պահին գործ ունենք խմբի կազմում նախապատրաստվող ահաբեկչության եւ իշխանությունը զավթելու հանցակազմների հետ։ Ես ընդհատեմ ձեզ, որովհետեւ այդ վերաքննիչ բողոքը դատարանը արդեն իսկ իր տրամադրության տակ ունեցել է եւ վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումն է։ Այսինքն վերաքննիչ քրեական դատարանը ես ուզում եմ, որ հանրության համար էլ բարձ լինի, համաձայնել է այն դիրքորոշման հետ, որ եթե հանցանքը խափանվել է այս փուլում, երբ որ բոլոր մեղադրյալները բացահայտվել են, երբ որ ինչ որ միջոցներ կային տերորիզմի համար պիտանի, դրանք առգրավել են վարույթն իրականացնող մարմնի կողմից, ապա մարդիկ խափանման միջոց կալանքից վերադառնալով ազատության մեջ քիչ հավանական է, որ ունակ կլինեն առհասարակ այդ հանցանքը կատարելու եւ այս դատողության հետ վերաքննիչ դատարանը համաձայնել է։ Ուստի ես չլսեցի ճիշտ ասած լրացուցիչ պատճառաբանում, թե կոնկրետ որ հանցանքը կարող էր Վահագն Չախալյանը վերադառնալով ազատության մեջ անել, բայց կոնկրետ այս գործով մենք ունենք Վերադաս Ատյանի կայացրած համաձայնություն այն մասին, որ տերորիզմը այն հանցանքը չէ, որ եթե մեկ մեղադրյալին մեկուսի վերադարձնես ազատություն, ինքը կարող է միանձնյա կերպով այդ հանցանքը իրականացնել։ Տերորիզմը, ասենք, մանր, չգիտեմ, գողություն չի եւ այլն, այլ հանցանք չի, էլի ծովահենության համար առնվազն ծով է պետք, հիմա գենով տերորիզմի համար էլ առնվազն պիտանի գործիք է պետք, էլի, այս մարդը ոնց պետք է լսեք,